2-3 սկսվեց մերրեքը 10 րոպեում ծնվել է այդ երգը։ Ո՞նց ես ասում։ Հա, հենց տեղում։ Ուրիշ արտիստերի երգեր երգում ես, вообще առասարակ էլի։ Դատի տվեցին։ Լուրջ։ Հա, դատը, բայց չկարացան կրեն, կրեցին այնքանը, որ ջնջեցին իմ կանալից։ Սուշե գիտեմ, գնում եմ տուն, որ չլացի իմ սերը տակուն, հասնեմ գրկեմ նրան, ամեն ինչ մոռանամ, նրա կողքին ավերջ մնա։ Շատ հյուրերի հետ խոսել ենք Ռաբիզ երգեր ասվածից ինձ կարաս բացատրես այդ որն է։ Ռաբիզը ավելի ժողովրդին մոտ ոչ է։ Պատրոննաշս կապել եմ, պապակը սուր դրել եմ։ Կա էլ ինչ-որ մի երգ, որ չեն սպասի քեզնից։ Думать, чтоб самому себе советовать. Անցել եմ այդ դպրոցը ես այն ինչ զգացել եմ ես այդ ամեն ինչն եմ ասում, օծից չեմ ասում։ Քեզ համար անհույսոր է, բայց դու սպասիր ուսա։ Քեզ համար ամերջոր է, բայց դու սպասիր ուսա, ուսա։ Սկսվեց մերրեքը, բեմի վրա են զիրնում ռելաքսը Ոչ ոք կև չի անում հայ, բեսապե հայ դարնալու համար մի քանի հազար տարապետ Վերկած բարի ուրել որ լինես Երևան, Մոսկվա կամ ասենք Լոս Անջելես Ես տանջել են քեզ օտարները, սրտած տարիս են ձեզ ես տոտալները Ես ինչ կերսանել ու վաղթա, սիրվելու լավաղթա Կեք երկենք լալալա, կեֆանողին հալալա Կեֆանել ու վաղթա, լավ որ ունենալը վաղթա Եկեք երկենք լալալա, բոլորով միասին երկենք Դույ 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 Մի հատ այդ լիայից դամկը պահես, խնդրում եմ էլի տենց մտքովս մի հատ բան ասամ էլի Կարանք չէ Սիրոյան, կարանք Իհարկե, իհարկե Երբ կասիցը մերը Ճան է Ճան Կուգա նոր գարուն Կուգա նոր գարուն Կփայլ է սաղկունքով մեր անդարասի
երկ ասեմ, որ մեր գյուղի երգն է, ես երգի անունը Մերանդարասի, հենց տենց է կոչվում, Մերանդարասին դա մեր Սարի անունն է։ Ահա։ Ճիշտ ինքը շատ պոպուլյար երգ չի, բայց ժողովրդական երգ է, ունի ասեմ, որ մի 35 թե 36 տուն է այս երգը, մեր գյուղի ժողովուրդն է գրել։ Դե ինչ ողջույն էլի հետևորդներ, դիտողներ, նոր ալիք YouTube-յան հարթակում բառ ու բազ երաժշտական ոդքասթն է, որտեղ բառը ունի իր իմաստը եւ բասը ունի իր հնչողությունը, իր արժեքը, իր նոտան, որը միանգամից արտիստը բռնում է ու սկսում է երգել։ Իսկ այսօրվա իմ հյուրն է տաղանդավոր, լավ ընկեր, լավ մարդ, Գևորգ Մարտիրոսյան, միացապահար։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Եվ ջան, նախ շնորհակալ եմ, որ չմերժեցիր հրավերը եւ եկար։ Ես չէի կարող քեզ մերժեի, դու գիտես։ Շնորհակալ եմ, շատ սիրում եմ, դու իմ ընկերն ես։ Մեր Relax Project-ը քո եւ Նարեկի երգը cover էր արել։ Դույ-դույ-դույը, ձեր երկուսի համատեղ գործը հավանեցիր։ Դու լավ, տենց, բայց դեմից ուրիշ բիթեր է թում։ Եվ ջանետի միքսա կոչվում ջիգերս։ Հա, Իբր չգիտի, էլի գեվա, Դու հազիվ քիմքի իմացար։ Ես քեզ ասեմ, ինքը միշտ տենց է, ես անկեղծ ասած դե երաժշտությունից չեմ հասկանում, չգիտեի։ Մենք էլ կոպես Գևջան, հա։ Ես կֆիքսեմ այդ փաստը, որ միքս էի կարել, շատ սիրուն, այո։ Եվ ջան, ես գիտեմ, որ այս դույ-դույ երգը կարելի ասել քո այցեքարտն է, շոու բիզնես։ Արդյոք այդպես է թե ոչ։ Ես գիտեմ այդպես, գուցե սխալվում եմ։ Այցեքարտ, տենց Քեզ այդպես այդ երգով են ճանաչել։ Երևի թե չէ, մի քիչ ճիշտ չի հնչում, որովհետև ես դրանից առաջ ունեցել եմ երգեր, նախ որ դրանով ինձ սկսել են ճանաչել մարդիկ։ Որ երգերն են եղել։ Դու կարամ առանձնացնեմ Հալալա երգս։ Եվ Հալալայից առաջ նաև եղել է իմ ու Արմոյի համատեղ աշխատանքը Շնորհավոր երգը։ Ես հիմա ասում ենք շնորհավոր։ Ինքը հիթ չի, այդ երգը իմ համար շլյագեր է ավելի շատ։ Ինքը դե հիթը ոնց որ տես մի քանի ամիս հիթը այդ է իմ համար, որ տենց լինում է ու անցնում գնում է, բայց որ երգեր կան, որոնք որ մնում են Շնորհավորը օրինակ մնայուն է, ինքը շլյագեր է իմ համար։ Մենք երեք օգտագործել ենք ավելի շատ այցեքարտ է այդ շնորհավորը, քան թե դույդույը, բայց դույդույը ինձ տվել է շատ էլի պոպուլյարություն։ Իսկ ռեպի հետ դու ոնց ես։ Լավ ես։ Կարողանում ես։ Մի քիչ, տենց։ Բարեպերի։ Շատ չէ, բայց հա, սիրում եմ կարևորը։ Հա, դա շատ սիրում եմ, կարևոր է։ բայց տենց որ ասեմ շատ տենց փորձել եմ այդ վիճակների մեջ չէ։ Բայց փորձի քեզ կսազի։ Իրականում քեզ կսազի։ Ինչ ես մրբուրոտ ռեպ կարալ, էլի, մրբուրոտ։ Մի խանգարի մի րոպե։ Էսա, նայ, դասարանից սմարտ է եկել, իմ դասարանից է ինքը։ Մի րոպե, դու ինչից վերցրեցիր, որ ինձ կսազի ռեպը, որտեղ ինչ խոսալուց երևի սն ջեստեր եմ անում դրա համար։ Չէ, բացի ջեստերը, չէ։ Դեմքս ռեպի է, հա։ Ինչ, ուզում եմ հասկանամ ինչի։ Նայ, կարող ես ճիշտ դասավորես։ Ճիշտ ես կարողանում դասավորել բառերը երաժշտության մեջ։ Հա։ Դե էդի Կան երգիչներ, որ օրինակ, չգիտեմ, երգում են, դու նաև երգում ես։ Հա, то есть ճիշտ դասավորել դու բառախաղի հետ ես։ Բառախաղ չէ, նկատի ունեմ օրինակ 1 2 3, դա դու կարաս էլի նույնպես շարես։ Բայց այդ արելա Նարեկը մեջ։ Գիտեմ, բան չեմ ասում։ Իր տեքստն է, իր պարտիանը։ Ուզում եմ ասեմ, կարաս քեզ փորձես ռեպի մեջ։ Կարաս ունենաս մի երգ, որտեղ սկիզբը կլինի կամ մեջտեղը կլինի ռեպի։ Ես ունեմ նմանատիպ տենց երգ, ինքը տենց ռեպ չինքը ավելի շատ երաժշտական մոտիվներով է, բայց ռեպին նման է, հա։ Իսկ այս գործը որ կա դույդույը, Նարեկը իր տեքստերն է գրել, դու քոնը, տենց է։ Իսկ երաժշտությունը ումն է։ Դե երաժշտությունը բիթը հավաքել է հենց playback-ը Նարեկենք, բայց երաժշտությունը որպես մեղեդային գիծ, ես ասեմ, որ շատ հետաքրքիր ստացվեց այդ երգը, ուզում ես պատմեմ, հետաքրքիր է։ Ոնց Ուրեմն տենց այդ ժամանակներում տես երևի տես մի քանի անգամ Նարեկը անդադ տեսավ, ասեց Գև արի ինչ որ մի հատ բան անենք իրար հետ։ Մի քանի անգամ տենց հա տեսնվում էինք, ասում էր մի բան անենք, տենց չէր ստացվում, տես մի 2 ամիս ոնց որ անցավ, հետո մի օր տենց գործ աշխատանքից տուն էի գնում, գիշերվա 12-ներ մոտավորապես Նարեկը զանգեց, բա ուր ես, ասեցի դե տուն եմ իջնում, գործս փորձել եմ։ Բա կգաս մի հատ էս ինչ տեղը հասցե ուղարկեմ արի, ու ինքը տենց շատ վատ ստուդիա էր ես ասեմ էլի, քեզ էս հիմիկ բա ստուդիաների նման չէ, տես պատվալոտ, տես վիճակեր։ Մի խոսքով գնացի տես տեղեր, տես փոքրոտ տեղեր, Նարեկներ, իր անգերներն էին, բան տես մարդիկ կային ընդ։
Բա ուզում եմ մի հատ բան անենք, մի քանի հատ բիթ ենք գրել։ Մի հատ դնեմ լսի, տես որը կուզես, որն է կպնում քեզ ու դրա վրա ոնց որ ասած երգ անենք։ Ուտես մի քանի հատ դրեց, հենց եկավ էս դույ-դույի բիթը, ճնտ էս ռեգի վիճակը, ես շատ եմ սիրում այդ ոճը, ռեգի։ Հա, ասեցի թողեք, ու տես 10 րոպեում ծնվել է այդ երգը։ Ոչ ես ասում։ Հա, հենց տեղում մի անգամից ասել եմ, ու տես պայտակ ինչ անենք, որ հիշվի ինչ անենք, ու տես քթից տակ սկսեցի երգել։ Սենց միամիտ, ասի միացրեք միկրոֆոնը, մտnem մի անգամ, ու սկսանք երգել։ 10 րոպեում գրվել է այդ երգը, ու տես։ Ինչ լավ։ Նախ ես օգտվելով առիթից ողջունում եմ Նարեկին, ով հիմա Միացյալ Նահանգներում է, Նարեկ ջան։ Գև ջան, օրինակ առիթների ժամանակ դե այս երգը էլի կուզեն մարդիկ, որ դու երգես, բայց էլ ինչ երգ կա, որ մարդիկ գալիս են ասում են, այ ուզում են Գևորգ Մարտիրոսյանը այս երգը երգի։ Կա այդպիսի մի երգ։ Առիթների ժամանակ։ Հա, նու կարդ կլինի կամ աշխատանքի ժամ կլինի, չգիտեմ, որ ասում են ուզում ենք այսինչ երգը Գևի երգն ենք ուզում։ Որ երգն է, որ տենց մարդկանց մեջ տպավորվել է, բացի դույդույը։ Դե ես թե առիթներից վերցնենք, ուրեմն այնտեղ ես ունեմ թեմատիկ երգ, ունեմ հարսանիքի օրը։ Դու երդվեցիր հարսանիքի օրը։ Որ այդ երգն են շատ սիրում, ու մինչև հիմա սիրում են մարդիկ, ես արդեն 10 տարի երևի անցել է այդ երգից կամ 8 տարի, բայց մինչև հիմա որտեղ որ երգում եմ անտարբեր չեն լինում այդ երգները, ու դե հենց հարսանիքներին եմ երգում ճիշտ ասած, այդ արարողություններին, ու մինչև հիմա սիրում են ու պարում են, ուրախանում են, ու կան լավ երգեր ունեցել եմ ժամանակը։ Չէ, այդ երգերը կան, բնականաբար կան։ Իսկ մնայունների մասին է խոսքը, որ 10 տարի հետո էլ լսվում է կան նման երգեր։ Դու երդվեցիր հարսանիքի օրը, այդ շատ կարևոր է։ Հակասկապած հարսի շորը։ Հարևանի շորը։ Փոխվել է հիմա փոխվել է։ Եվ ջան ուրիշ արտիստերի երգեր երգում ես, вообще առասարակ էլի։ Ժամանակին, հա, երգել եմ, երբ որ իմ երգերը չունեի, ու աշխատում էի ակումբներում, հա, միանշանակ երգել եմ շատ այն ժամանակ։ Բայց այս վերջերս չէ, ճիշտ ասած, երևի վերջի մի 5 տարին չէ։ Եվ ջան, իսկ ոնց էր պայմանավորվում արտիստերի հետ էլի իրենց երգերը, որ երգում էիր։ Ոնց, այսինքն թույլ տվություն։ Որ հեղինական երգում ես դու հիմա։ Դե դու երգում ես, բայց դու չես տեղադրում համացանցում, դու ուղղակի ռեստորանում երգում ես։ Այսինքն դա օքեյ է։ Դա օքեյ է։ Դրա մեջ խնդիր չկա։ Ահա։ Կարծում եմ, որ չկա, բայց ասեմ, որ այս վերջում մի հատ երգ կար շատ 90-ականներից, որ ինձ դատի տվին, հիշում ես։ Բա սպասի Օվենա նամիա շիկե միշտացի շատ սիրուն կլիպ արեցինք շատ բայց ինչ խնդիրներ եղավ արձագանքը շատ լավներ դեմից մի քանի օր տենց լավ տենց տարածվեց ման ու տենց հայտնվեցին մարդիկ բայց ինչի՞ համար չէ որ պայմանավորվածությունը եղել է դե հիմա ասացին որ չէ չենք ուզում ջնջի տեսան երևի լավ է ստացվել Դա ինչ է, բայց մարդը գնացել է նորմալ։ Ու տես ջնջեցին, դատի տվեցին։ Հա, դատը, բայց չկարացան կրեցին այնքանը, որ ջնջեցին իմ կանալից ու տիպը տենց արգելեցին ես իրան, որ կատարեմ որպես իրանց հեղինակային ստեղծագործություն, անգամ ռեստորաններում, հա։ Դե, հա։ Այսինքն եթե ինչ-որ միտեղ տեսնես սթորիով, որ այդ երգը երգում ես, չէ, դե հիմա չեն կարող ոչի բան անել, որտեվ ես արդեն գցել եմ իմ YouTube-ի կանալում նորից այդ երգը։ Արդեն Բրավո։ Նորից գցել եմ ու տենց ճիշտ է, տենց չի տարածվել, դիտումները շատ չի, բայց կարևորը որ կա իմ կանալում, որ մարդիկ տենան ես ունեմ նման աշխատանք արած։ Ամբողջ խնդիրը ինձ համար խնդիրը այնա, որ եթե դու օրինակ ինձնից ինչ-որ բան ես հարցնում, ես ասում, հա, Գև ջան, կարամ անեմ կամ կարաս անես կամ ես եմ քեզից հարցնում ասում Գև ջան կարամ ես երկդ վերցնեմ cover անեմ անում եմ սարքում եմ կլիպ տեղադրում եմ YouTube-ում հետո տենում եմ ես ինչ որ հաջողության հասար դու ու տենց բան ասում եմ ջնջի դե բա մարդկային է ուր կորավ այտենց ա եղել դե հիմա ոչինչ Աստված իրանց հետ ես ես այնքան բարի մարդ ես որ դու այդ ամեն ինչը ասում ես լավ դե ավելի լավ է մնամ մարդ Քան թե մտնեմ այդ ամեն ինչի մեջ ու խորանամ, չգիտեմ, ինչ-որ բաներ կատարվի, որը որ քեզ կխանգարի հետագայում քո գործի մեջ։ Դու կյանքում այնքան կարևոր արժեքներ կան։ Միանշանակ։ Անիմաստ է։ Իսկ նայ, ես սենց
կռիսական հարց տամ։ Դավայ։ Իրեն մոտ ստացվում է, հա։ Հա, իմ մոտ շատ լավ է ստացվում։ Օրինակ կա մի երգ շոու բիզնեսում հայկական կամ ոչ հայկական, որտեղ որ կցանկանաս, որ կուզենար օրինակ այդ երգը դու կատարեիր, կուզեր որ այդ երգը քոնը լիներ։ Տենց երգ կա։ Հա, կա։ Որն է։ Ուրեմն ասեմ, որ այդ երգը որ դուրս եկավ ու տեն շատ սիրեցին, էլի իմ լավ ընկերն է երգում։ Հա։ Հեսա կասեմ կանադառնամ ու հետո մի որոշ վաղ հետո ինքը տենց դադարեց ճիշտ ասած գործունեությունը այս ասպարեզում, բայց ես դրանից հետո որտեղ որ գնացել եմ, ինձ խառնում էին իր հետ, ասում էին մի հատ այն ուշե հիմա երգի էլի, մեր Արմոյի ուշե հիմա երգի մասին է խոսքը, հա։ Այդ երգը կուզեր քոնը լիներ։ Լիքը, հա, բայց լիքը մարդ գիտի, որ դա իմն է։ Ես որ հիմա մինչև հիմա այդպես դեպքեր լինում է, որ գնում եմ, ապեր մի հատ այն ուշե հիմա կարող է երգես, բան, ասում եմ ցավ տանեմ։ Իմը չի, դա կուզեի որ իմը լիներ, բայց դա ես չեմ երգում, Արմոնն է երգում։ Մենք կարանք ստեղծենք առիթ, այս պահին այդ երգը դառնա քոնը։ Ես շատ չի կարա դառնա իմը, բայց այս պահին հա։ Այս պահին, որ քո սրտից ոնց դուրս կգա այտենց երգես ուշե հիմա։ Ես երջանիկ եմ։ Ուրա։ Արմոյն էլ ողջունենք։ Արմո ջան։ Շատ զիլ երգ ա գրել, շատ զիլ երգել ա։ Բայց կարանք ուշե հիման անենք, ժողովուրդ։ Իհարկե։ Ճիշտն ասած, այս երգը մեր երգացանկում էլ կա։ Մենք էլ ենք ուզել, որ մեր երգը լինի։ Մեսարց է։ Առաջարկում եմ միասին երգել։ Ուրեմն լավ ճաշակ ունեմ ես, դες որ երաժիշտ մարդիկ ուզում են որ էլի իրանց երգը լինի, ուրեմն ես էլ եմ մի քիչ երաժիշտ։ Դու մի քիչ չէ, դու վարբեդ ես, Էդ ինչա։ Կարամ ես երգեմ ուշե հիման, թե դուք եք երգում։ Ո՞վ է երգում։ Եկեք առաջին տուն ես երգեմ, երկրորդը դուք։ Հա, Մերսեդան թող առաջին տունը երգի։ Բարերը կային տենամ, կարանք ճարենք։ Մենք առաջի տունը գիտենք մենակ։ Մենակ առաջի տունը գիտենք եւ հանգիստ կարաս կարդաս գեվ։ Երկրորդ տունը գնում ենք պրոստը։ Գեվ ջան, կարաս հերախոսը դնես բաժակի վրա։ Նամ քեզ միայն։ Okay, всё։ Կարաս բաժակի վրա դնես, հենես, սիրուն կարդաս, ոչ մի խնդիր։ Դու մոռանում ես, որ ես մեծ եմ։ Չեմ տենում այդքան հեռուն։ Չեմ տենում։ Ես Եվ 50 կաս գեվ։ 52։ Relax project։ Լսենք։ Հետանում է վարկյանները թան Որ լիանում են միասին արդեն կոչվում են կյան Գուցե գործերը միշտ է շատ են ընկերներ կան կարևոր ու թանկ Բայց մոռանում եք որ սպասում են տանը թե երբ ետ կգաք Ուշ է հիմա ես գնամ տուն որ չլացի իմ սերը թաքուն Աչքերը թած մի քիչ նեղված Սպասում որ ասեմ թե դուրդ բաց Ուշ է գիտեմ գնում եմ տուն Որ չմնա իմ սերը արդուն Հասնեմ գրկեմ նրան ամեն ինչ մորանամ Նրա կողքին անկեշ մնամ Դու լավ գիտես ուր էլ գնամ ուր էլ լինեմ Պիտի գամ միշտ քեզ մոտ Ամեն րոպե ու ամեն ժամ մտքում ես դու ես ու մինչև կարոտ Դե մի լացիր դու իմացիր մի մոռացիր սիրում եմ քեզ միայն Աշխարհը ժպիտով քո չեմ փոխի թեկուզ գետ մեկ վարկյան Ուշ է հիմա ես գնամ տուն որ չլացի իմ սերը թաքուն Աչքերը թաս մի քիչ նեղված ինձ է սպասում որ ասեմ թե դուրը բաց Ուշ է գիտեմ գնում եմ տուն որ չլացի իմ սերը թաքուն Հասնեմ գրկեմ նրան ամեն ինչ մոռանամ նրա կողքին ավերջ մնամ Նա իմ սերը թաքուն Էսի ռադ Ուշ է հիմա ես գնամ տուն Որ չմնի իմ սերը թաքուն Աչքերը թաս մի քիչ նեղված Ինձ է սպասում որ ասեմ թե դուրը բաց Ուշ է գիտեմ գնում եմ տուն Որ չմնա իմ սերը արդուն Հասնեմ գրկեմ նրան ամեն ինչ մոռանամ Նրա կողքին անվերջ մնամ
է հիմա Լուշեինա ոչինչն է լույս չէ շարունակենք մեր Դեռ երեկո ամեն ինչ նոր է սկսվում այո այս մուդը պահենք որտև ես այս մուդից գնում ենք լրիվ ուրիշ տեղ բրավո Ստացվեց մի բան, հա, եղավ։ Հա, վերադառնանք բառ ու բասին։ Գերջան, այս տաղավարում բազմիցս շատ հյուրերի հետ խոսել ենք ռաբիզ երգեր ասվածից, թե ինչ է դա։ Ինձ կարաս բացատրես այդ որն է։ Ռաբիզ ասվածը։ Ռաբիզը ավելի ժողովրդին մոտ ոչ է։ Իմ համար հնուց տենց խոսք կա, չէ, ռաբոչի սկուսստվա, ինչ-որ տենց, չէ, ինքը սավես Այդ իրանք իմանան, իրանք աշխատող են, ես տենց աշխատող չեմ։ Ինքը երաժշտություն ա եղել, որը որ հնչել է ռեստորաններում, որը հնչել է ամեն տենց արարողությունը միջոցառումների ժամանակ, ու ինքը շատ պոպուլյար է ռաբիզը ու վատ բան չկա դրա մեջ։ Ես քավլիցի, ես բոլոր ժանրերին Կարծում եմ, որ էտա ռաբիզ տենց են, դրա համար է տենց ասվել, որ ինքը տենց աշխատավոր մարդկանց ոնց որ տենց երաժշտությունն է ինքը։ Նայ, օրինակ կան, որ ասում են երկերին են ասում ռաբիզ, բայց կան մարդիկ, որ ասում են հակուկապին, պահվածքին, մտածելակերպին։ Ինքը մի քիչ ուրիշ տեղ է ասոցացվում այդ ռաբիզ բառը, բայց ռաբիզը լրիվ ուրիշ բան է նշանակում, կարծում որ ժողովուրդը պրոսը ուրիշ ինքը տենց վատով անցալում, բայց ինքը տենց վատ բան չկա։ Չէ, ես հասկանում եմ, ես ուզում եմ բան անեմ, խոսենք դրա մասին, էլի, որ ինչով է, ինչի են տենց օրինակ տալանջատում, չէ, օրինակ ռաբիզը գիտենք, որ ինքը երաժշտական ուղղվածություն է, կարելի է այսպես ասել։ Ինքը երաժշտական ուղղվածությունն է այն ժամանակ եղել, որը ինքը տենց ուղղակի օրինակ TV-ներում չի հնչե ինքը ռադիոներում, տես կարող է ռադիոներ եղել ինչ որ կանալներ հնչել, բայց ինքը ինչ որ Բայց ինչի է բացասական տպավորվում մարդկանց մոտ, ինչն է Սաղաշարատակ ենք էլի քեֆ անում։ Չեմ կարա ասեմ քիա տենց։ Էլի հարց չկա, էլի քեֆ ենք անում, ցանկացած երաժշտության տակ կարելի է քեֆ անել, ես դեմ չեմ։ Տոյս նա իրանք ինքը խառնածին մշակույթ է դրա։ Նույն հա, ժողովուրդը խոսքի նույն ռաբիզը ասոցացնում է, ոնց որ ցածրաճաշակ բառի հետ, ասենց ասեմ։ Այն ինչով է պայմանավորված դա։ Բայց ռաբիզ երկիշներ կան, նո երաժշտություն կա, որ կարաս լսես ու լիքը բան սովորես ու շատ բարդ է, ես քեզ ասեմ ռաբիզ երկիրը։ Այո, խաղեր տալը, չէ, ինչ որ շատ խաղիկներ կա։ կա։ Ամեն ոճի մեջ լավը կա, ես կարծում եմ, որ ես ամեն ինչ օրինակ լսում եմ, չեմ նայում ինչ ոճ է։ Եթե լսում եմ ինձ դուր է գալի, այդ ամեն ինչի մեջ լավը Որտեղ կա նոտաներ, որ քեզ կպնում է։ Դա ամեն ինչի մեջ լավը կա, ամեն ինչից կարելի է սովորել։ Այսինքն ու միշտ կարելի է սովորել։ Միշտ, հա, այդ միանշանակ ես Ես վատ բան չեմ տերում դրա մեջ, ես ունեմ այդ շատ ընկերներ, ծանոթներ, որոնք որ այդ ոճի մեջ երգում են ու շատ լավ են երգում ու ես օրինակ մի պա այտենց պահիտակ տենց մտքեր ասել, ես էլ կուզեի իրանց պես կարանայի այդ ռաբիզ օրինակ երգեի։ Հա, դու քեզ համարում ես, թե չես համարում ռաբիզ երգիչ։ Չէ, չեմ համարում, որտեղ ինքը բարդ է շատ դժվար։ Դու ավելի շատ պոպ։ Հա, պոպ երաժշտությունն է իմ ավելի շատ, հա։ Հա, բայց կուզենայր օրինակ։ Պոպ երաժշտությունը նույն ռաբիզն էլ է, էլի պոպ երաժշտություն, որ ասեմ, պոպուլյար երաժշտություն։ Մի քիչ ավելացրած, չէ՞, երաժշտությունով հագեցրած։ Կա մի ռաբիզ երգ, որը կցանկանաս հենց հիմա երգես կամ միասին երգենք կամ չգիտեմ։ Ռաբիզ երգ։ Հա, ինչ որ մի հատ ռաբիզ։ Պուճուր, էքսպրոմտ։ Հայկական։ Հայկական։ Հա, հայկական։ Չգիտեմ, չէ։ Վալա ասա, ես այտենց որ ասեմ, այս պայն ինչ որ բան մտքից գալիս է, սուտ կլինի, բայց կարանք դնդենանք, էլի։ Ասա դրանից ինչ-որ բան գիտես։ Չէ, կամ կարանք բան անենք, պատրոն դաշ։ Գիտես։ Պատրոն դաշը սկապել եմ։ Շատ եմ լսել։ Դոլչին է։ Փափաղը սուր դրել եմ։ Տամ։ Ես այդ բերանով կարեմ այդ դոլի պահը։ Ես այդ բերանով կարեմ։ Արֆաչայի քանալը յարիս ոսկե կամարը։ Ասես, լսել եմ դե։ Ոչ, ես էլ գիտեմ այդ, ես կմիանամ քեզ դու արխայ։ Եղամեջը կայնել եմ։ Աղջիկներին հերթով պատրոն դաշ սկապել եմ։ Վայ։ Տենց է։
Պատրոն, պա Կյանքիս կեսն անցել, պապիկ եմ Պատրոն լացել դաշս կապել եմ Պապախը Պապաղը սուր դրել եմ Բեղերը Բեղերը սորորել եմ Այ ժանա Ժանա Դո Գեղամիջի կարնել եմ Պատրոն դաշս կապել եմ Պապաղը սուր դրել եմ Բեղերը սոլորել եմ Նագանս կրակել եմ Պատրոն դաշս կապել եմ Պապաղը սուր դրել եմ Բեղերը սոլորել եմ Նագանս կրակել եմ Գեղամիջը կայնել եմ Աղջիկների Ջան։ խապել Այո Գեղամիջը կայնել եմ Աղջիկների խապել եմ Պատրոն դաշս կապել եմ Պապաղը սուր դրել եմ Բեղերը սոլորել եմ Նագանս կրակել եմ Այո, ունենք, եսել ունենք Ապրես գև Արա դե Հա։ միամիտ հա Սենցա Բայց եսի մոռացել էի դնեմ ոչինչ Այս հաղորդման ֆորմատը տենցա գնաց ծափը Սոդա ծափը, ալո Ռաֆո դու ես Ես գործից դուրս եմ Դե դուրս արի գործից Ռաֆոին հանեք, Ռաֆոին չբերեք Ռաֆոին չբերեք, ինքը գործի մեջ չկա Հիմա օրինակ, չգիտեմ, հեռուստադիտողը հետևորդները քեզնից կսպասեին սենց եւ Չեն սպասի, չէ Բա կա էլ ինչ-որ մի երկ, որ չեն սպասի քեզնից Մեզի որովհետև տենց երկերն անի հետաքրքիր Հա խոսքի Որը Я люблю тебя до слез Սերիոզն է Համ չգիտեմ Սոսո Պավիաշվիլի օրինակ Որը Վիդումայց խոսքի Ռադվեց Ռադավայց Որը ուզես հետաքրքիր Այդ կարգի շատ լավն է։ Չես սպասում Դժվար սպասել Գիտես բառը Չէ Կարանք ռադվայց կարանք անենք Հանար կարանք տոնը գիտենք Իրատոնից Սոսոյի տոնից Մարդկային տոնա չէ Դե սպասի լավ ես էլ բացեմ բառերը մարդես Գուցե եւ քեզ օգնեմ Շատ լավ կլինի հա օգնի ինձ Սոսո Պավլիաշվիլի Ռադվայց Ուրեմն հատուկ մեր Արա դիտողների համար, հետևորդների համար Գևորգ Մարտիրոսյան выступает Песня Сосо Павлиашвили «Радовать». Relax Project. Прошу. Ավել պակաս կներեք իմ ռուսերենի համար Okay, давайте. Ես փորձեմ բայց Радовать. Хочу тебя сегодня радовать. Одну тебя любить и радовать. Хочу, чтоб нас будильничек нас вели. Այո Радовать. Твои печали перекладывать. Твои тревоги перекладывать. На плечи сильнее свои. Но выдумать. Хочу тебя сегодня выдумать. Хочу тебя как песню выдумать. Весь мир тобою заслонял. Выдумать, чтоб самому себе завидовать. Почти не верить и завидовать, что ты такая у меня. У меня. У
Bravo. Ծափը Մերսի։ Զինվոն ջան լրիվ կարաոկե է դառը։ Էլի խոսած։ Եվ մոտը շաքար կա։ Տուրտամ ձենը կտրի էլի։ Ապա անցել է, շաքարի վաղը անցել է։ Բայց ես իշխան գիդումած արի։ Վիդումը ծարեցի, ռադովը ծարեցի։ Ռադովը եղան։ Շատ լավ էր։ Այն որ ես հաճույք ստացա, այն որ չգիտեմ, այնք է տենց բաներ ասում կարաոկե բան։ Չէ, շատ լավն էր։ Ինքը երևի չի կարում երկի դրա համար է տենց ասում։ Այ, Ես գուցե պարում դա է պատճառը։ Նայ, գև, այս այն երիտասարդ տարիներին ուզեցել ես այս երգը երգես։ Օրինակ 20-21, որովհետև այն ժամանակ երգեր ճարելը, մինուս ճարելը, ավոր բարդ է եղել։ Ես գիտեմ դրա մասին էլ ու չգիտեմ ոնց ես կարողացել այն ժամանակ քո ձևավորել քո playlist-ը կամ ոնց ես ձևավորել, ինչի վրա։ Չէ, ես ասեմ որ այդ ժամանակ օրինակ ես սովորում եմ երգի պետական թատրոնում ու ես երգում էի տենց ավելի շատ այնտեղ մինուսները տալիս էին մեզ ու կասետների վրա Հին մարդիկ լավ բան է։ Կասետների վրա մինուսները տալիս էին ու մենք դե քոլեջ դպրոց ստուդիան էի սովորում երգի թատրոնի այդ տարիների ընթացքում ես երգել եմ ավելի շատ Գրիգորիչի ստեղծագործությունները մեր արկաժայի շատակ Արտուր Գրիգորիչի իրա երգերն եմ հիմնականում երգեն ու ոնց ուրիշ մինուս որ ասեմ ուզեցել եմ ճարեմ չէ այդ եմ սիրել Դրանից հետո արդեն հասանելի է դարձել մինուսները Դե հետո արդեն արդեն ժամանակները փոխվեցին ուժը արդեն որ մենք ես սկսեցի արդեն ակումբներում ռեստորաններում աշխատել այն տարիներին արդեն կար մինուսներ ինք արդեն ինտերնետը տենց ակտիվացա զարգացել էր կարում էինք ճարեինք այս կողմից այն կողմից տենց երգում էինք խառը երգեր playlist-ի երգերը հիմնականում ինչ երգեր են playlist չեմ ունեցել ես Չէ հիմա օրինակ հիմա էլ անկեղծ չունեմ Չէ օրինակ նստում ես մեքենա ինչ երգ ես լսում կամ ռադիոնա կամ չգիտեմ քո հեռախոսնա բայց ավելի շատ ռադիոյի խշշոցն եմ սիրում Կամ YouTube-ի ռեկլամա Դե եթե խշշոցն ես սիրում վլադ նա խշշա թող լսի Չէ անկեղծ տենց playlist ունեմ նախընտրում լսել լավ նայ ես օրինակ ամբողջ օրը այդ երաժշտության մեջ ես կամ տենց կամ դե հա կամ քո երգերի մեջ ես կամ հա տենց ինչ որ աղմուկի մեջ աշխատում եմ տենց ինչ որ տենց բաներ չլսեմ բայց ավելի շատ լսում եմ ամերիկյան երաժշտություն եթե լսեմ կլսեմ R&B hip-hop ահա ով կա рэպերից դե կլսեմ օրինակ Drake-ին կլսեմ հաստատ Jay-Z-ին էլ կլսեմ Okay Kendrick չէ կլսեմ սաղին լսում եմ Tupac-ը եմ սիրում դե բնական ինքը կլասիկա է համարվում սիրում եմ օրինակ Chris Brown հա խելա արտիստ Օրինակ Chris Brown իմ համար ֆենոմեն է այդ տղեն ինքը նայ չի որ փոքր է բայց այս տարիքում այդքան հիստերիկի պես այդքան շարժը այդքան երկի ու ինքը համերգ ու չի հանձնվում երբեք այդ տղեն եթե հետևես իրան իր ժամանակից ինչքան արտիստներ կան եկան կորան ապա ինքը թոփ է մինչև հիմա թոփ է այդ տղեն ու չգիտեմ շատ եմ հավանում այդ Օրինակ մեր երիտասարդությունը հիմա ինչ երգ որ լսում է Դե հիմա կարծում եմ մեր երիտասարդության համար շատ ամեն ինչ շատ հասանելի է Հա ու իրանք շատ ավելի տեղեկացված են քան մենք միանշանակ ու այդ տեղեկացված լինելը երևի ավելի շատ իրանք ավելի շատ զարգանում են քան թե մենք այն ժամանակ օրինակ կուզեմ որ մեր երիտասարդությունը լսի Տաթևիկ Հովհաննիսյան չգիտեն իրանք Տաթևիկ Հովհաննիսյան օրինակ ով է ես ուզում եմ որ օրինակ ինչքան շատ մարդ իմանա իրան ինքը տենց մեր Կոմիտասը մեր Սայաթնովան մեր բադ ամեն ինչը մեր կլասիկան ինքը ջազային էլեմենտներով ներկայացրել է ամբողջ աշխարհին ու շատ հայտնի է ինքը աշխարհում շատ լուրջ երաժիշտների մոտ բայց ինքը տենց օրինակ մեր երիտասարդությունը չգիտի իրան քիչ հա քիչ ես կուզեմ իրան լսեն կուզեմ լսեն օրինակ նույն Արտուր Գրիգորիչի ստեղծագործությունները
որտեվ իրանց մեջ լիքը ասելիք կա, լիքը բան կա սովորելու, լիքը հույզեր կան։ Ես դասիրակվել եմ, ես անցել եմ այդ դպրոցը, ես այն ինչ զգացել եմ, ես այդ ամեն ինչն եմ ասում, օդից չեմ ասում հիմա։ Հա, միանշանակ։ Իսկ երիտասարդության մեջ կան լավ երեխեք, ովքեր տիրապետում են երաժշտությանը, կարողանում են լավ երգել։ Կան, շատ։ Իսկ ինչ պիտի անեմ, որ ել ավելի զարգանան։ Որպես մեծական խորհուրդ։ Դե պետք է երբեք չդադարես, էլի, ստոպ չտաս, ինչ որ միտեղ հասնես, ասես, «Վсё, ես ամեն ինչ գիտեմ»։ Իսկ ես ամեն ինչը դու ինչով կամփոփես, որ երգով կամփոփես։ Համ որ խրատ լինի, համ քեզ լավ լինի, համ չգիտեմ ինչ որ։ Դե քանի որ երգի թատրոնից խոսք գնաց, եկեք ես մի հատ շատ սիրուն երգ Գրիգորիչի ստեղծագործություններից Հուսայա կոչվում։ Հուսա։ Կարանք էդի փորձենք, եթե Կարանք իհարկե։ Հա, գիտենք, շատ լավ։ Բառեր գիտես։ Հա, բառերը հիշում եմ, հա, կերկեմ։ Եկան ամպեր, երկինքը մեզ էլ չի ժպտա արդեն, ախով կասի ինչ կա։ Եկան ամպեր, որ պաղեն այս օրերի նման, սուրտ անձրևներ եկան, սուրտ անձրևներ եկան, թրջելով մեզ երկնքում անվերջ ամպեր, բայց դու սպասիր հուսա, քեզ համար անհույս օրեր, բայց դու սպասիր հուսա, քեզ համար անվերջ օրեր, բայց դու սպասիր հուսա, հուսա, հուսա երկնքում անվերջ ամպեր, բայց դու սպասիր հուսա, քեզ համար անհույս օրեր, բայց դու սպասիր հուսա, քեզ համար անվերջ օրեր, բայց դու սպասիր հուսա, հուսա Վրացերեն երգեմ։ Աղջումատ Չավիդամ զե Զայղոսին ատլե Ռասխիվիոց նեբիս Նետավ ախլա Ռադոմ ғազ կզեպս Ռադոմ ғազ միդի խար Ռադոմ ғազ կշոր դեբի Ռադոմ ғազ կշոր դեբի Կշոր դեբի Հուսա, հուսա երկնքում անվերջ ամպեր, բայց դու սպասիր հուսա քեզ համար անհույս օրեր, բայց դու սպասիր հուսա քեզ համար անվերջ օրեր, բայց դու սպասիր հուսա, հուսա Բրավո, բիջո, ապրես, շատ լավն է, շատ, հուզիչ, ազդեցիկ, չետ կարում է, նո դե չէ, ես երկը, տենց երկիկ բարերը վապշե շատ կարևոր է։ Միանշանակ։ Վապշե կարևոր է այն ինչ որ դու արտաբերում ես այդ բային, դու պետք չի երգել, նույն Գրիգորիչի երգերը ավելի շատ դու պետք է պատմես, որ ասում եմ մի երգի, պատմի, չեմ ուզում որ դու երգես, էլի ասելիքը տասը, պատմի գնա։ Իսկ վրացերենը որ ոնց եղավ։ Վրացերենը ասեմ, որ այս երգը վրացերեն տարբերակով երգել էր Դաթոն,
երևի թե մի 15 տարի առաջ այդ ալբոմը դուսեր եկե ու ես միամիտ լսա մեջը, որ ինքը Գրիգորչի հուսան վերցրա, դա ճիշտ անդե նշել էր, որ հեղինակը Արտուր Գրիգորյան, բայց վրացերեն տարբերակով էր։ Ու տենց լսեցի, տենց սովորեցի ես մի տուն կլիպը, տենց ասեցի, դուք եք էքսպերիմենտներ անում, հիմա ես եմ անում, ինչ վատ է, որ Զիրոյան ջան։ Զգացիք, Գևորգ Մարտիրոսյան։ Կարումա։ Գև ջան, այս ամենը շատ լավ է, բայց ասում եմ մեր հաղորդման մեջ կա մի փոքրիկ փորձություն, որ կոչվում է խաղ։ Ինտերակտիվ խաղ, այո, game, իգրա։ Գնդակ կա։ Ես մենակ գնդակով եմ լավ խաղում։ Ես գիտեմ, որ դու կարողանում ես լավ ֆուտբոլ խաղաս, չէ։ Ես կպարտվեմ։ Ես գնդակ կարևոր է լինի, թե։ Ուղղակի գնդակ լինի կողքը։ Բասկետբոլ։ Գնդակ բերեք, ասես խաղամ։ Չէ, սա երաժշտական, բարուբաս երաժշտական ոդքասթն է։ Հիմա Սեդան, ես ոչ մի բանից տեղյակ չեմ, հավատա։ Սեդան ինչ որ հավատակ իմ Աստված ամեն լրիվ Սեդան մեզ հանձնարարություն կտա ու մենք կփորձենք երկուսով այդ ամենի տակից դուրս գալ կարևորը ես մենակ չեմ ուրեմն հանգիստ եմ եթե դու իմ հետ ես հավատան կարանք ասեմ ավելին իրանք իմ դեմ են խաղում նայ 1 2 3 4 5 6 7 8 հոգի մի հատ էլ հաշվի քեզ չեմ հաշվում բա մեր թմիկ էս ուր է հələ նա այնտեղ ինչքան մարդ կա զգացիր հələ ասեք հրամցրեք ինչ են խաղում Ընտրում ենք մի հատ երգ ընտրենք ինչ երգ ենք ընտրում հա մենք որը կարող եք երգել հա հետո կասեմ ինչ ենք որ երգը երգենք որ հետո շարունակություն չասեմ էլի մտածեք ինչ հա օքեյ ասա գև ինչ երգ երգենք որ գիտեմ ես որը կարող եմ երգացանկից ինչ որ տեկուս բայց լավ էր սկսեն նոր գև ակտիվ երգ ինչ որ ընտրեք չէ էդի չենք կարա էդի ես չգիտեմ սովորի ակտիվ երգ հա ցանկացած ինչ երգ ինչ կուզեք հալալա հալալա ինձ որ քեզ դիմացել եմ չէ հալալա լավ երգում ենք լրիվ այլ ոճով Դեդ որն է ոչ ասա դե այլ ոչ ասա ջազով ջազ բա Ես փաստորեն սաղի դեմ էի ջազ ախր вообще ջազ չի այդ երգը ոնց լինի Կարանք սարքենք հələ փորձի Արամը վռազում է շուտ տվագում ագնա Իսկ երկուսով ենք երգելու դուք մեզ օգնելու եք Չէ, իրան չէ, մենք դուք երկուսով ենք խանգարելու եք մեզ Դե եթե չեք հալալա Ոնց էլի հալալա ինձ հալալա Շո, նարեկը ջազ կոլեջից եկավ հետ Սովորով եկավ Սա կոմպլետից մտեմ դու տամ քեզի պաս երևի բան Պրիպևը էտա Դավայ Պրիպևի բառերը դե գիտես դու ոնց հասկացած Հալալա Արագը գիտեմ դու գիտես դանդաղի դեպքում Ոչինչ Դե հիմա հետո իրանից Կարակարանց երաժիշտների Դուք էլ տեղյակ չեք հա Հետա էլի սեդա Գիտեմ ինչու է այդպես երբ Քեզ տեսնում ինձ մոռանում եմ ես Գիտեմ ինչու է այդպես երբ Քեզ տեսնում ինձ տանանում եմ բարերը հեռանում ես մոռանում ես ու գոռում ես վերացիր մոռանում ես որ սրտումս դու սեր վառեցիր այ խալալախ ինձ որ քեզ դիմացել եմ հալալախ ինձ սերիմ իմացել եմ ասել ես որ սերես քիչ քեզ համար հալալա ինձ որ դիմացել եմ քեզ այսքան եկար հալալա
ոչ էր ապեր։ Չգիտեմ, էսի լավ ոչ էր։ Թազա է, նորություն։ Թազա, էսի նոր։ Էյա ներապե։ Էյա։ Սարի վրայից կանչեց, էյա։ Whatever gotta do To make you love me. Գիտես։ Mi minor. What do I gotta do to make you care? Սիրում եմ, որ դու երգում ես այս երգերը, անկեղծ։ What do I do? A likeness strikes me. Ջան։ And a way to find you're not there. What do I gotta do to make you want me? Oh yeah. Make you want me. What do I gotta do to make you care? What do I do? Lightning strikes me, yeah. And a way to find you're not there. It's sad, so sad. It's a sad situation, and it's getting more and more absurd. It's sad, so sad. Why can't we talk it over? Always seems to me the sorry seems to be the hardest word. Bravo! It's an extra. Zero, yeah. Էլի ենք ուսում։ Էլի եք ուզում։ Չեք, հասցնես, հասցնես։ Շնորհակալություն, Գեբ։ Դու մի անգամից ասենց մեսեջը տվեցիր, ես կպա իրականում, ես ուրիշ բան էի անում, բայց դու որ էդի ասեցիր, մի անգամից կպա։ Օրինակ, քեզ ուր եկա մեր հաղորդումը։ Շատ։ Հա, օրինակ ինչը կփոխեիր կամ ինչ կավելացնեիր կամ ինչ չէիր ավելացնի, ուղղակի կասեր թող այսպես մնա, դուք ձեր հունով շարժվեք, ուղղակի հանեք Վլադին եւ Ռաֆոին։ Չէ, ես անկեղծ լավ հումորով պատասխան։ Ոնց կուզես։ Չէ, բայց լուրջ եմ ուզում ասեմ, որ անկեղծ շատ տպավորված եմ հիմա շատ ու ամեն ինչ ինձ դուր է գալի։ Այն ինչ կատարվում է։ Այն ինչը որ կուլիսում տեսել էիր, հիմա դու ես։ Այն ինչը որ կատարվում է, ինձ շատ դուր է գալի, ես ինձ շատ լավ եմ զգում ձեր հետ։ Այնպես որ շնորհակալ եմ բոլորիցդ հատ հրաշք եք։ Ես միշտ մեր հյուրերին հրաժեշտից առաջարկում եմ իրենց վերջին երգը, ավարտենք իմ եւ քո հրաշալի զրույցը եւ հրաշալի հաղորդումը։ Կարող եմ երկերից երկեմ։ Որը կամքը քոնն է։ Ու տենց այդ հիշեցի, որ ինչ որ ռեփ է իր ասում է։ Սկզբից։ Ոնց Վիկիպեդիա։ ոնց Google։ Տենց հիշեցի մի հատ երգ ունեմ, ինքը տենց ռեփոտ տարեր ունի իր մեջ, կարելի է այնտեղի փորձել, երգի անունը Բաբելոն։ Կարող ես լսել, կարող չես լսել։ Բաբելոն լսել եմ, ոնց։ Գեվ ջան։ Բաբելոնը կոչվում, տենց նիպանյատնի երգ է, բայց չեմ հավատում։ Բայց ես մեծ սիրով կերգեմ ինքը։ Okay, եթե մեծ սիրով Բաբելոնը գիտենք։ Տղերք եւ աղջիկներ։ Բաբելոնը։ Սեդա ջան։ Նստի լավ։ Նստի դու նստած պետք։ Կոյերքն է։ Սենց։ Դե հիմա relax project-ն է։ Այ ջան։ Լավն է։ Դու կանես, ես վստահ եմ։ Դու
երկուսս էլ ես խորուրդը քո տատու Որ քո սիրած տղու վրա չլինի տատու Ինձ կհասկանա տղերքը մեր Դե մի օր ծաղիկ մի օր նվեր Էս աղջիկը իմնա իմ ամարա բրո Տնեցի կուզեն թե չուզեն կտան դա բրո Մեկա վերջը գիրտնես իմ գալու Քո հոգին ու սիրտն ես ինձ տալու Քարը փեշիցը թափի Ինքդ քեզ դել մի խափի Ինձանից տաղտղատ չես շարելու Բավելոնը քո համար հետ եմ շարելու Քեզանից նավաղջիկ չեմ ճարելու Դե արի պարելու, դե գնանք պարելու Ինձանից տաղտղատ չես շարելու Բավելոնը քո համար հետ եմ շարելու Քեզանից նավաղջիկ չեմ ճարելու Դե գնանք պարելու, արի գնանք պարելու Ինձանից տաղտղատ չես ճարելու Բաբելոնը քո համար հետ եմ շարելու Քեզանից նավաղջիկ չեմ ճարելու Ինձանից տաղտղատ չես ճարելու Բաբելոնը քո համար հետ եմ շարելու Քեզանից նավաղջիկ չեմ ճարելու Դե արի պարելու, դե գնանք պարելու Ինձանից տաղտղատ չես ճարելու Բաբելոնը քո համար հետ եմ շարելու Քեզանից նավաղջիկ չեմ ճարելու Դե արի պարելու, դե գնանք պարելու Հայ բաբո, Ջինջեն աստան գետի մոտով Հիշանք ծոնը երեքոքով Աղջի մացանք մուրան տապան Սասիկ ցավերի մեջ ընկան Աղջի մացանք մուրան տապան Անհուն ցավերի մեջ ընկանք Շնորհակալ եմ Տեսակ Ապերկաներս Էսի են երեքի շարունակություններ Չէ, էսի ուրիշ Էսի լրիվ ուրիշ է Էսի լրիվ ուրիշ 36 տոներ Գև սաղ գիտես գև Ես իրականում շատ տպարված եմ Շնորհակալություն գև Ես էլ Ապրես Եզրափակեցիր քո երկով վերջում էլի ժողովրդական, չէ, ժողովրդական երկեր։ Էս վերջ երկը որ երկեցի տատից էի լսե։ Օ։ Շնորհակալություն տատիկին։ Չգիտեմ, երևի չէիք լսե, չէ՞ էլի։ Չէ, նույն չեն լսել։ Անց երկեր եմ երկում, ով ոչ մի չի։ Ես քեզ ասում եմ, բայց ժողովրդական է իրան։ Փորձի քեզ ուրիշ տեղերում։ Ապրես քո երկով եւ ժողովրդականով եզրափակեցիր քո այսօրվա ներկա լինելը Բարոբաս երաժշտական ոդքասթում։ Դու նվիրեցիր երգ հաղորդման ավարտին, բայց մենք ձեռնունայն չենք մնում, մենք էլ ունենք երգ, որ կարող ենք նվիրել քեզ եւ մեր դիտողներին, հետևորդներին։ Վերջի երգը կարանք։ Ես գիտեմ, որ դու շատ առատաձեռն ես։ Ոնց, ես կթողնեմ դու տենց հանգիստ գնաս։ Դու չգիտես մենք ինչ ենք պատրաստել։ Surprise. Կապած անվան շորեր Եկան գարնան անուշ շորեր Ծաղկով լծվան դաշտեր ձորեր Յարեզուկվեն սեյնան կերտա Հակած կապած անվան շորեր Նամին ասունի, նասունի, նասունի Ձերքի սազունի, սազունի, սազունի Նամին ասունի
նազունի Ձերքի սազունի Չալելով սեյրան կերտա Դարձել է ջեյրան կերտա Չալելով սեյրան կերտա Դարձել է ջեյրան կերտա Всё. Շատ լավ։ Այ կարա։ Ախպեր, ապրեք։